2026. Խաղաղություն լինի բոլորիս սիրելի քույրեր եղբայրներ, ներկաներից բացականերին, որ Քրիստոս ծնվավ եւ հայտնվեցավ ձեզի մեզի մեծ ավետիս օրհնյալ է ծնունդը Քրիստոսի։ Փառք Տիրոջը, որ մեզ մանուկ ծնվեց Քրիստոս եւ մենք մեր ամբողջ հույսը կապել ենք եւ ամբողջ աշխարհը հույս է դրել անկախ իրանից հնարավոր է մեր շարքերում չեն, բայց հույս են կապել մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ վերադարձի եւ նրա փրկության մասին։ Հնարավոր է նրանք չեն արտահայտվում, բայց այդպես է իրականում, քույրեր եղբայրներ, քչերը կան որ մերժում են իհարկե։ Եվ կարելի ասել շատերը կարող է եւ մերժեն։ Ուզում եմ մի համար կարդալ, որից հետո մենք կգանք աղոթքով Տիրոջ առաջ։ Այնինչ գրված է բաներ կա կատարվել է, բաներ կա դեռ չի կատարվել։ Այն խոսքը, որ ես ուզում եմ կարդալ, կեսը կատարված է, իսկ հաջորդ կեսը ոչ։ Մաղաքիա մարգարեության մեջ այսպես է գրված. Ուրեմն ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնրի պես, եւ բոլոր գոռոզները եւ չարագործները պիտի հայտնվեն այնտեղ, եւ նրանց պետք է այրե այն եկող օրը, ասում է զորաստերը, եւ նրանց համար արմատ ոստ պիտի չթողնվի, բայց ձեզ համար, որ իմ անունով վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը։ Քույրեր եղբայրներ, այս համարը վերաբերվում է, այստեղ երկու մաս բաժանվեց, անոնց եւ ձեզ։ Սուրբ գրքի մեջ երբ որ կարդում եմ նրանց կամ սրանց, այնքան ակնհայտ է, ով են նրանք եւ ով են սրանք։ Փառք Աստծո, որ յուրաքանչյուր լսող, յուրաքանչյուր մարդ թող ասոնց մեջ լինի եւ ոչ թե նրանց մեջ։ Նրանք կարծես օտարների մասին է խոսում, իսկ սրանք հարազատների մասին։ Իսկ ձեզ համար, ում ձեզ, ով են այդ ձեզերը, որոնց թվում մենք ենք, քույրեր եղբայրներ, որոնց թվում նրանք են, ովքեր որ Քրիստոսի անունը անկեղծ կանչում են, եւ այսպես է ասված, իսկ ձեզ համար ինչ պիտի լինի, արդարության արեգակը պիտի ծագի։ Կներեք, վերևի համարը մենք չմոռանանք, որ ովքեր որ վախենում են Տիրոջից, նրանց համար արդարության արեգակը պիտի ծագի։ Եվ շարունակությունը արդարության արեգակը պիտի ծագի եւ բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա եւ դուք դուրս պիտի գաք եւ ոստակ գոմի պարարտ հորթերում պես եւ պիտի կողտակ ամբարիշներին, որովհետեւ նրանք մոխրի պես պիտի դառնան ձեր ոտքերի թաթի տակ։ Քույրեր եղբայրներ, կգա օր, որ սա կկատարվի եւ երանի այն մարդուն, որ երանի այն մարդուն մինչև վերջը կհամբերի եւ հույս կդնի այս խոսքերի վրա, որովհետեւ այստեղ այսպես է ասում մի փոքր ուրեմն ներքև 4-րդ խոսքը. հիշեցեք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ նրան պատվիրեց Քորեբի վրա, Իսրայելի մասին կանոններ եւ իրավունքներ, ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջը մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ եւ նա դեպի եւ նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդկանց եւ որդկանց սիրտը դեպի հայրերին։ Մի հատ օրինակ եմ ուզում ասել ու կգանք աղոթքով Տիրոջ առաջ։ Դա իհարկե կատարվել է մեր մոտ, մեծերն են պատմել ինձ, այս համարը որ կարդում եմ միշտ այդ դիպվածն եմ հիշում։ Ուրեմն մեկը ունենում է մի հորթ
որը երբևիցե արեգակը չի տեսել։ Նա միշտ պահվել է գոմի մեջ։ Գարնալ ժամանակ, երբ որ արդեն կանաչը դուրս է եկել եւ այլն կենդանիները արդեն դուրս են թողել, այդ հորթին էլ են դուրս թողնում։ Ուրեմն այս հորթը այդ գարնան պայծառ արեգակի տակ կամ այդ կանաչ հոտին այնքան է թրջկոտում, այնքան է վազում, մինչև որ այս կենթանու սիրտը ուրախությունից տրաքում է եւ մահանում է, բանը սատկում է այդպես։ Հետո բժիշկները իհարկե գալի ասում են, որ պետք չէր որ այդքան թողնեիք ինքը թրջկոտիր։ Հարցը առաջանում քրեր եղբայրներ, ինչի անմանեցնում։ Հավանական է մարգարեն ականատես է եղել սրան։ Հավանական է նա տեսել է ինչպես կենթանիները թրջկոտում են եւ նա գրի է վերցրել Աստված օրինակ է բերել ընդամենը այս պատրվակը, որ դուք դուրս պիտի գաք։ Իհարկե խոսքը կոպիտ է հնչում, պարարտ հորթերին պես եւ պիտի թրջկոտեք։ Քուրեր եղբայրներ, երանի այն մարդուն, որ կհասնի այս իրավիճակին, երանի այն մարդուն, որ արդարության արեգակը կծակի իրեն համար։ Արդյոք ծակել է արդարության արեգակը, այո, արդարության արեգակը ծակել է մեզ համար, իսկ ինչ ամնում անել, քուրեր եղբայրներ, ես ուզում եմ համար էլ ասել և որից հետո մենք կգանք աղոթքով Տիրոջ համար, երբ է ծակում արդարության արեգակը, երբ որ ես անարդարություն անեմ, արդյոք կծակի ինձ համար։ Այստեղ այսպես է ասում, հիշեցեք իմ ծառա Մովսեսին, որ ես պատվիրեցի Քորեբի վրա, որ իրավունք և ուղղություն անեն, իրավունք և ուղղություն, փառք Տիրոջը, որ այսօր մեր առջև դրված է մի հարց, եթե մենք ուզում ենք հասնել առաջինին, երկրորդին, հապա պետք է անենք ուրեմն առաջինը, որպեսզի հասնենք երկրորդին։ Եթե ես չեմ անում արդարություն, չկա արդարություն իմ մոտ, բացակայում է, ինչպես կծակի այդ լույսը արեգակը ինձ համար, ինչպես կծակի։ Ուրեմն մենք կանչված ենք, որպեսզի սա կատարենք, որպեսզի մեզ համար ծակի արդարության արեգակը։ Փառք Տիրոջը, գանք աղոթքով Տիրոջ առաջ, քուրեր եղբայրներ, եւ փառք տանք այսօրվա համար, եւ պաշտարմունքի համար, որ մենք իրար տեսանք, այս արեգակի համար, որ Աստված արեգակ ծագեցրեց մեր վրա այսօրը շատերը չտեսան, բայց մենք կանք այսօրվա մեջ, այս տարին շատերը մուտք չգործեցին, բայց մենք մուտք գործեցինք այս տարի մեջ, այս տարին մեզ համար պարգև է մեծ, ասենք շնորհակալ ենք Տեր Աստված այս տարիի համար,